Ծանոթանանք բանկինգ բաժնի հնարավորություններին։ Առաջին հերթին անհրաժեշտ է ավելացնել բանկերը, որոնց հետ աշխատում եք։ Ցանկի վերևի հատվածում ՀԾ բանկ համակարգով աշխատող բանկերն են։ Հոլովակը կներկայացնենք թեստային բանկերի օրինակով։ Ընտրենք բանկը։ Բացվում է ինտերնետ բանկի մուտքի պատուհան, որտեղ անհրաժեշտ է հավաքել ինտերնետ բանկ օգտագործողին և գաղտնաբառը։ Մուտքագրենք DigiPass սարքի պատասխանը։ Պլյուս կոճակով ավելացնենք ևս մեկ բանկ։ Ավելացված բոլոր բանկերն արտացոլվում են բանկ դաշտի ցուցակում։ Էջում արտացոլվում են ընտրված բանկի հաշիվները, քարտերը, գործողությունները և գործարքները։ Մուտք գործենք հաշիվների բոլորը էջը։ Ցուցադրվում են բոլոր հաշիվները։ Սեղմենք որևէ տողի վրա։ Տեսնում ենք բանկի կողմից կատարված վերջին գործարքները։ Բոլոր էջում կարող ենք տեսնել գործարքները տարբեր ժամանակահատվածների համար։ Հետ կոճակով վերադառնանք հիմնական էջ։ Նմանատիպ ձևով կարող ենք տեսնել նաև բոլոր քարտերը։ Հավելվածում հասանելի է բանկային գործողություններ կատարելու հնարավորություն, փոխանցում հաշվին, բյուջետային փոխանցում և այլն։ Գործարքներ բաժնում ցուցադրվում են բոլոր հաշիվներով և քարտերով գործարքները։ Խմբագրվող է վիճակով փաստաթղթերը ստեղծված, բայց դեռևս չստորագրվածներն են։ Ստորագրվող է կարգավիճակը, մեկ ստորագրությամբ փաստաթղթերն են։ Ընդունված է կարգավիճակը, երկու ստորագրությամբ հաստատվածներն են։ Կատարված է կարգավիճակով փաստաթղթերը բանկի կողմից փաստացի կատարված գործարքներն են։